փոքր կարող է բարդ թվալ այն ինչի մասին խոսեցիք, ես կփորձեմ անդրադառնալ մի քանի կարևոր կետերին, որոնց մասին խոսեցինք եւ պետք է խնդրեմ վերադառնանք սլայդերով դեպի մթնոլորտային բանին, մեր շերտի մակարդակին եւ բարձրությանը, որը կարծում եմ շատ ամենակարևորն էր, սիրելի երևանցիներ, իրականում ուզում եմ մի կարևոր արձանագրում անել, որ այս բոլոր քննարկումները հնարավոր են, քանի որ Երևանի քաղաքապետարանը 2 տարի առաջ շատ կարևոր որոշում է կայացրել, որով պարտադրել է 4 ռիսկայնության կառուցապատման օբյեկտներին, 4 ռիսկայնության շինթույլտվություն ստացած շինարարներին պարտադրել է տեղադրել օդի որակի չափիչ սարքեր, որոնք այս պահի դրությամբ 180 են քաղաքում եւ դրանցով մենք հավաքագրում ենք տվյալներ արդեն 2-րդ տարին անընդմեջ, որի հիմքով նաեւ մենք կարողանում ենք որոշակի վերլուծություններ անել։ Այդ տվյալները մեզ հնարավորություն են տվել արհեստական բանականության միջոցով նաեւ չափել օդի որակի ցուցանիշները նախորդ ժամանակահատվածի համար եւ պարոն Արզումանյանը ներկայացրեց, որ օդի որակի խնդիրը հիմնականում մեզ մոտ կապված է ինվերսիոն շերտի, այսինքն մեր մթնոլորտային շերտի բարձր եւ ցածր լինելու հետ։ Այսինքն այն ամիսներին, երբ որ նոյեմբեր ամսվանից սկսած, երբ որ մթնոլորտային շերտը իջնում է դեպի ներքև, խնդիրը ավելի սրվում է, որովհետեւ փոշու կոնցենտրացիան եւ մեր արտանետած եւ հարևան երկրներից եկող եւ եթե թվերը տեսակ ոնց որ հարևան երկրներից եկող ցուցանիշները մեր արտանետածից ավելի շատ է, ճիշտ եմ, չէ՞։ Մենք ռեցեպտոր երկիր ենք, այսինքն մենք ավելի շատ կլանում ենք տարածաշրջանից, քան մենք աղտոտում ենք։ Խնդրեմ այդ սլայդն էլ նորից բացեք, պարոն Արզումանյան։ Այո, այսինքն փաստացի մենք ավելի շատ ստանում ենք եւ իրականում նաեւ գալիս է խնդիրը մեր աշխարհագրական դիրքից, բայց արդյոք սա տենց պետք է հուսահատվենք, ես կարծում եմ ոչ, որովհետեւ այնուամենայնիվ որոշակի լուծումներ այնուամենայնիվ գոյություն ունեն։ Այսինքն առաջին հերթին նախ մենք արձանագրել ենք, որ մենք ունենք նմանատիպ խնդիր։ Այս խնդիրը մենք ունեցել ենք տասնամյակներով։ Երբևէ չենք խոսել սրա մասին, երբևէ չենք խորացել, բոլորը երջանիկ ապրել են 90-ականներին, ով ինչ ասես, ինչ հնարավոր էր այրել տներում ու տենց ապրել ենք, հասել ենք այսօրվան, երբ որ իրականում խորացված ուսումնասիրում ենք այն խնդիրը, որը մեզ հետ եղել է տասնամյակներով։ Եվ իրականում կարծում եմ այն աշխատանքը, որ հիմա իրականացնում են մեր գործընկերները, բնապահպանության վարչությունը, մեր տեխնոլոգիաների կենտրոնը, դուք պարոն Արզումանյան, շատ լավ հիմք է հանդիսանալու, որ այն լուծումները, որոնց մասին հիմա տենց շատ նախնական խոսեցինք, կյանքի կոչվեն եւ մենք մեր աչքով տեսնենք այդ լուծումների արդյունքները։ Առաջին հերթին իրազեկվածությունը բերում է նրան, որ մարդիկ գիտեն ինչ ժամանակահատվածում ինչ է օդի որակը, արդյոք պետք է շատ երկար լինել դրսում, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, մեր առաջնային խնդիրը իրազեկումն է։ Երկրորդայինը արդեն այդ իրազեկմանը զուգահեռ կանխատեսումը, թե որ օրը ինչ պոտենցիալ հնարավոր օդի որակ ենք ունենալու Երևան քաղաքում եւ հաջորդիվ այդ գործիքն է, որ պետքա ներդնենք մեր GIS համակարգում եւ նաեւ տրամադրենք մարդկանց։ Երրորդ խնդիրը արդեն քննարկումն է այն լուծումների, որոնց մասին պարոն Արզումանյանն է խոսում, այսինքն մենք գիտենք, որ X օրը ապագայում լինելու է այդ մթնոլորտային առաստաղի իջեցում, այսինքն առաստաղը իջնելու է եւ մենք ունենալու ենք մեծ խնդիր։ Այդ օրը մենք կարող ենք որոշակի սահմանափակումներով օդի որակի խնդիրը որոշակիորեն մեղմել։ Իհարկե լուծել չենք կարող, այսինքն կան գործոններ, որոնք որ մեր ազդեցությունից դուրս են, հարևան երկրների հետ կապված, այսպես ասած, այդ օդը, որ գալիս է մեկը, մենք չենք կարող դա կառավարել, բայց կարող ենք նվազագույնը կառավարել այն ինչ որ տեղի ունենում մեր քաղաքում եւ մեր երկրում։ Եվ որոշակիորեն կկարողանանք նաեւ այդ օրերին մեղմել օդի որակի խնդիրը Երևան քաղաքում։ Շնորհակալ եմ պարոն Արզումանյան, իրականում շատ կարևոր է
հասկանալ խնդրի էությունը եւ շատ դեպքերում մենք շատ էմոցիոնալ իհարկե պորտկումներ ենք ունենում այս թեմաներից խոսելիս, բայց շատ կարևոր է հասկանալ մանրակրկտորեն այնուամենայնիվ որն է խնդիրը եւ որն է մեր դերը այս խնդրի ստեղծման եւ առհասարակ թեկուզ մեղմացման մեջ եւ շնորհակալություն եմ հայտնում, եկեք շարունակենք աշխատանքը, եկեք շարունակենք տեղադրել համապատասխան նոր սարքավորումներ, որոնք որ մեզ ավել տվյալներ կտան, որոնց հիման վրա կկարողանանք արդեն ել ավելի մանրամասն ներկայացնել խնդիրը եւ խոսել լուծումներից։ Շնորհակալ եմ։